Հայ աստվածաբաններն այսօր պատմական զուգահեռ են անցկացնում, հիշեցնելով, որ սա առաջին անգամը չէ, երբ եկեղեցուց փոխվելով փորձ է արվել ձևավորել նոր կրոնական ուղղություն։ Ես հասկանում եմ, դա պատմական զուգահեռ կարելի է ասել դիտարկել։ Թողարկեցների շարժման հետ, բայց երբ որ գոյություն ունեցող հոգևորականության մեջ, ասենք ձայն բարձրացեց ներկայիս խնդիրների մոտավորապես նմանությամբ բարձրացրեցին ցածրագույն օղակի ներկայացուցիչները, որ իրենք պետք է ունենան կշիռ, իրենք պետք է ունենան առաջընթացի հնարավորություն եւ այլն, եւ դա վերածեց հսկայական պատերազմի, պատերազմի, որի մասնակիցները ինքը մի կողմից թնդրակեցները ունեին 100,000-ից բանակ։ Մյուս կողմից փաստորեն ամբողջ պոտենցիալը երկրի լարված էր, որպեսզի թնդրակեցները չկարողանան իրականացնել իրենց ծրագիրը։ Թոնդրակյան աղանդավորական շարժումը ձգտում էր վերացնել բարձրաստիճան հոգևորականությանը, նաև պարզեցնել եկեղեցական ծեսերը։ Ըստ այդ շարժման մարդն ունի մեկ երկրային կյանք, ուստի երկրային արքայությունը պետք է կառուցել երկրի վրա, կարճ ասած, որտեղ հաց, այնտեղ կաց։ Խաչն ու եկեղեցին մերժելով նրանք իրենց պայքարը անվանում էին ազատագրական։ Աստվածաբան Նիկողոս Հովհաննիսյանն ուղիղ նմանություն է տեսնում վերջերս արված հայտարարություններում։